Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն նորից եթերում է եւ իհարկե դուք հասկանում եք, որ Փակ TV-ն այն հեռուստաալիքն է, որտեղ հյուր են գալիս մարդիկ, ով անկախ, ազատ, այսպես մտքերի տեր են եւ իրենց էլ եթերում այդպես զգում են։ Մեր այսօրվա հյուրը շատ վաղուց ապացուցել է, որ ինքը շատ վաղուց այն անձնավորությունն է, ում խոսքերը իսկապես շատ անկեղծ են, բաց ու թափանցիկ։ Այդ անձնավորությունը Հայաստանի կառուցողական կուսակցության նախագահ, մեր լավագույն քաղաքագետներից մեկը Անդրեաս Ղուկասյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես ուրախ եմ, որ նորից մեր տաղավարում եք։ Շնորհակալ եմ։ Ասում են, երբ Անդրեաս Ղուկասյանը որևէ հեռուստալիքով ելույթ է ունենում, հետո այդ ալիքում պրոբլեմներ են առաջանում կապված ճյուղերի հետ։ Բայց ես ուրախ եմ, որ դուք շարունակում եք նույն ոճով աշխատել, հասկանալի է, Փակ TV-ն էլ արդեն ապացուցել է, որ այն հարթակն է, որտեղ ամեն ինչի ճշմարտացի է, կարելի է հեռարձակել, եթե այդպես է։ Իհարկե, եւ ես շնորհակալ եմ հրավերի համար։ Դե ուրեմն սկսենք Սիրիայում տիրող իրավիճակով մեր հայրենակիցները նույնական անգամ Լաթաքիայում հայտնվել են սարսափելի իրավիճակում։ Սիրիան ընդհանրապես այսօր ինչ իրավիճակում է եւ մեր հայկական համայնքի անդամներին ինչ է պետք անել օգնել, որպեսզի նրանք նորից չհայտնվեն սարսափելի այսպիսի սպանությունների առջև։ Ասում են հայտարարել են, որ սպանվածների մեջ հայեր չկան, բայց պարզվում է, որ կան հայր եւ որդի, որոնք իհարկե շատ ցավալի է, դարձել են այդ ահաբեկիչների զոհը։ Ամենից ես այստեղ կուզենայի ոչ թե Սիրիայում մեր հայկական համայնքի եւ ներքին իրավիճակի վերաբերյալ խոսենք, բայց ավելի կարեւորը ինչ դաս է մեզ համար, Հայաստանի համար, հայ ժողովրդի համար Սիրիայում կատարված։ Դա իմ կարծիքով շատ պարզ, շատ տեսանելի վկայություն է, թե ինչ պիտի լիներ Արցախում, ինչ տեղի կունենար Արցախում 23 թվականին, եթե մեր հայրենակիցները այնտեղից դուրս չգային։ 21-րդ դարում մենք նորից պիտի փաստենք, որ Թուրքիայի ղեկավարությունը, Թուրքիայի դաշնակիցները ունեն այն վտանգավոր միտումները խաղաղ բնակչությանը ենթարկել թալանի եւ կոտորածի։ Ակնհայտ է, որ առանց Թուրքիայի ղեկավարության համաձայնության Սիրիայի նոր իշխանությունների ուժերը չէին մտնի Լատակիա։ Ակնհայտ է, որ մտնելու նպատակը ինչպիսի պաշտոնական բաներ չասեն, արդյունքում թալանն էր, եւ ակնհայտ է, որ ոչ մի զսպող գործողություն, սպանությունների, խաղաղ մարդկանց, սպանությունների, տարեց մարդկանց, երեխաների, կանանց, որևէ զսպող մեխանիզմ չի եղել։ Դրված էր լիարժեք ազատություն, թալանել, ջարդել, կոտորել, սպանել։ Մենք բազմիցս լսել ենք տարբեր Պես մեր ներքին դիսկուրսի մեջ տարբեր հայտարարություններ, թող մնային Արցախում, չէ՞, լսել եք։ Եթե մնային Արցախում, այս հապիտի մենք տեսնենք արդեն մեր հայրենակիցներին ոնց են ճնշում, սպանում, նսեմացնում եւ այլն եւ այլն։ Կամ նրանք ովքեր որ ասում են, դե, այս ինչա, կոչ եք անում պաշտպանվելու, զինվելու, պատերազմ եք ուզում։ Լսել ենք, չէ՞, տենց կոչ։ Այո։ Մա Այդ մարդկանց հարց, իսկ դուք սա եք ուզում, որ մեզ հետ լինի։ Լաթաքիայի ժողովուրդը, ալավիները, քրիստոնյաները հավատացին, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմը ավարտվում է, որ լինելու է խաղաղություն, զենքը վայր դրեցին եւ իրենց ճակատագիրը հանձնեցին նոր իշխանություններին։ Չէ՞։ Ինչ ստացան դիմացը։ Ստացան այս կոտորածը 21-րդ դարում մի սարսափելի վայրագություն
Եվ պատահական չի, որ հենց Թուրքիան է, չէ, հովանավորը Սիրիայի այս նոր իշխանություններին։ Որևէ ցանկացած այլ պետություն լիներ, իհարկե այդպիսի պատկեր չէր կարա լիներ, բայց Թուրքիան հենց այն պետությունն է իր ղեկավարության հանդերձ, իր նացիոնալիստական, նացիստական ղեկավարություն, որ ինքն է պայմաններ ստեղծում եւ այսպես ասած հորդորում նման եղանակով հարցեր լուծելու, քաղաքական հարցեր լուծելու։ Դա շատ կարևոր է, մեզ համար դա է կարևոր։ Որ եւ Արցախում այդ ջարդերը անխուսափելի կլինեին այն պահից, երբ որ որոշում կայացրեցին Արցախի պաշտպանության բանակի զենքը վայր դնել, զինաթափվել։ Եվ Հայաստանում դա նույն նշանակությունն ունի մեզ։ Այդ պատկերները մեր մասին են։ Դա կարա լինի մեր ապագան, դառնա մեր ապագան, եթե մենք որպես ժողովուրդ, որպես պետություն մտածենք, որ հանձնվելով, զիջումների գնալով, կապիտուլյացիայի միջոցով մեր ճակատագիրը թուրքերին եւ իրենց դաշնակիցներին հանձնելով, մենք կարող ենք մեզ պահպանել։ Չենք կարող։ Եվ ունեցվածքը կթալանեն, եւ արժանապատվությունը կտրորեն, եւ բռնաբարեն, եւ կսպանեն։ Սա է գլխավոր դասը, որը որ այս Լաթակիայում տեղի ունեցած ջարդերը մեզ բոլորի համար պիտի որպես կարևոր մեսեջ լինեն։ Բոլոր այդ խոսակցությունները նորից եմ ասում, որ պաշտպանվել պետք չի, ինչա պատերազմ եք ուզում։ Այսօր կարելի է ցույց տալ այդ կադրերը եւ ասել՝ իսկ դուք սա եք ուզում։ Դուք ուզում եք, որ մեզ հետ այսպես վարվեն, չէ՞։ Երբ որ կոչ եք անում չզինվել, չպաշտպանվել, չմոբիլիզացնել հանրությունը։ Խոսում եք խաղաղության խաչմերուկների մասին։ Խոսում եք նրա մասին, որ հնարավոր է Թուրքիան 21-րդ դարը փոխվել է եւ այլն։ Այո, փոխվել է, բայց ահա օրինակ թարմ եւ շատ դաժան։ Եվ բոլորի համար իմ կարծիքով դա հիմա պիտի կարմիր լույս վառվի, որ սա մեզ է սպասում, եթե մենք մեր երկրում գոյություն ունեցող դրվածքը չփոխենք։ Սիրիայում իրենք կգտնեն իրենց ուծումները կամ չեն գտնի մարդիկ ստիպված կլինեն հեռանալ կամ ինչ, պարզ է, որ քաղաքացիական պատերազմի շարունակության համար, այսպես ասած, առիթ ստեղծվեց։ Պարզ է, որ նման կադրերին նայելով քրդերը պիտի զենքը վայր դնեն, թողնելով իրենց ընտանիքները այդ նոր կառավարության հայացողության, արդեն ոչ։ Եվ շատ մշուշոտ է այդ առումով Սիրիայի ապագան, բայց դա իրենց ապագան է։ Իսկ մեզ համար կարևորը այն է, որ այս վերջի տարիներին այդ հսկայական քարոզը, որ վարչապետից բռնած բոլորը այդ իշխող ուժի կրկնում են եւ այլն, որ իրենք իբր թե խաղաղասեր են, մտահոգված են հայ ժողովրդի անվտանգությամբ։ Այ էսը արդյունքը այդ քաղաքականության, Լատակիայի այդ դաժան կադրերը։ Եվ այսօր մենք պիտի որպես ժողովուրդ իրենց դեմը կանգնենք եւ ասենք մենք չենք ուզում sense ճակատագիր։ Դուք մեզ տանում եք այստեղ։ Դուք մեզ զինաթափում եք, թուլացնում եք մեր պետությունը, այն կարգախոսով, որ եկեք թշնամուն չջղայնացնենք։ Ու հետո մեզ դարձնում եք, ինչպես որ Լատակիայի ժողովուրդը դարավ, պարզապես զոհ։ Այդպես էլ մեզ եք պատրաստում վաղը դարձնել զոհ թալանի եւ ջարդերի։ Հիշատակեցիք քրդերին, ես կարծում եմ, որ պատահական չի, որ այսօրերին քրդերը բավականին նորից ակտիվացել են եւ նրանք ունեն իրենց ծրագրերը, իրենց, ինչպես ասում են, նոր պետությունը ստեղծելու ճանապարհին։ Ինչ է կարծում, սա նույնպես կարող է ել ավելի վտանգավոր, ավելի թեժ դարձնել իրավիճակը Սիրիայում։ Ամենետ յուրաքանչյուր մարդ ունի ծրագիր ողջ մնալու։ Եվ քրդերը բնականաբար իրենց պայքարը եւ իրենց գաղափարը պետություն ունենալու կողմ այսպես սիրողական բաներից չի առաջացել։ Քրդերը
չունեցան անվտանգ կյանք ոչ Իրաքում, ոչ Իրանում, ոչ Թուրքիայում։ Դրա համար ստիպված եղան իրենց արժանապատվությունը ազգային եւ կյանքը եւ ունեցվածքը զենքով պաշտպանել։ Ես այսպես եմ նայում քրդական ընդվզմանը, քրդական շարժմանը, որպես արդարացի անհրաժեշտություն ինքնապաշտպանվելու, որտեղ եւ Իրանում, եւ Իրաքում, եւ Թուրքիայում պետությունները ամեն ինչ անում էին քրդերի ազգային ինքնությունը ոչնչացնելու եւ հենց իրենց քրդերին ոչնչացնելու ինքնության հետ միասին, ինչպես Ստալինն էր ասում, չկա մարդ, չկա պրոբլեմ։ Եվ մարդիկ հենց այնպես չեն վերցնում զենք։ Եթե այսպես ասած խուլիգանական դրվագները վաղ երիտասարդական տարիքում հանենք, մարդը դիմում է զինված պաշտպանության ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Եվ այո, բոլոր այն ժողովուրդները, որոնք ապրում են տարածաշրջանում ունենալով այսպիսի հարևաններ, դատապարտված են զենքով քնել, զենքով արթնանալ։ Ուրիշ ճակատագիր չի կարա լինի։ Դե ինչ վերաբերում է իշխանություններին, տեսաբանները, վերլուծաբանները նշում են, որ առայժմ դժգոհ չեն մեր դժգոհ են ավելի ճիշտ մեր հայրենակիցները, որ բնակվում են Սիրիայում, որտեղ Հայաստանի իշխանությունների կողմից այսպես աջակցություն իրենք չեն զգում, բայց կարելի է չէ կազմակերպել գոնե նրանց վերադարձը մայր հայրենիքը, չեմ խոսում այն հայտարարությունների մասին, որ այսօր իր վարչապետը անում է, որ ինքը ժողովրդի ընտրյալն է, ինքն է ժողովուրդը, ժողովրդի ներկայացուցիչ այս իշխանությունում եւ միայն այն դեպքում, երբ մարդիկ իրենց դժոխք կլինեն եւ չեն ուզենա, որ ինքը մնա վարչապետի պաշտոնում, ինքը կհեռանա։ Էլ ոնց պիտի իրեն հասկացնեն, որ չեն ուզում։ Այս դժգոհությունները դուք տեսնում եք եւ այն հարցումները, որ արվում է տարբեր կառույցների կողմից, վկայում են, որ այսօրվա իշխանությանը փոխելու կարիք շատ կա եւ վաղուց հասունացած խնդիր է դա։ Ամրիկ, ես հարցին այսպես եմ նայում։ Իհարկե շատ կարևոր է մարդկանց բացատրել փաստերը։ 680 մարդ քվեարկեցին 21 թվականին Նիկոլ Փաշինյանի եւ իր կուսակցությանը։ Դա ժողովրդի որ մասն է։ Դա ժողովրդի քվեարկության իրավունք ունեցողների լավագույն դեպքում 1/3-ն է։ Այո։ Երբ որ մենք քաղաքական կոնտեքստում ասում ենք ժողովուրդ, միշտ նկատի պիտի ունենանք մեծամասնություն 50 գումարած 1%, որովհետև ասել ժողովուրդ քաղաքական իմաստով ավելի փոքր, հա, մասի նկատի ունենալով, արդեն դա ժողովուրդ չի։ Ժողովուրդը դա պիտի տվյալ մարդկանց խմբի քաղաքական իմաստով 50%-ից ավելը լինի, որպեսզի ժողովրդի, այսպես ասած, այդ փաստար կբերել որևէ բանավեճի ժամանակ։ Այսինքն ի սկզբանե քաղաքացիական պայմանագիրը ժողովրդի իշխանությունը չի, որովհետև 1/3-ը դա 50 գումարած 1 չի։ Իսկ վերջի հարցումները ցույց են տալիս, որ հարցվածների ընդամենը 10%-ն են, 10-12%-ն են աջակցում քաղաքացիական պայմանագրի։ Այսինքն եթե այդ 1,8 միլիոն, հա, մոտավորապես փաստացիներ կա Հայաստանում քվեարկություն ունեցող մարդկանց մոտավոր գնահատականներով թվից 10%-ը ասում են, որ իրենք աջակցում են տարբեր պատճառներով քաղաքացիական պայմանագրին, դա եղավ 180,000։ Արդեն 680 էլ չի, 180։ Դե հիմա ասեք տվյալ քաղաքական ուժը, տվյալ անձը, այս սոցիալական հարցումների եւ այս քաղաքական իրողությունների տրամաբանությունը եւ նշանակությունը չի հասկանում, որքան պիտի լինես, այսպես ասեմ,
լկտի, միգուցե այդպես արտահայտություն կա, լկտիությունը երջանկություն է, հա։ Երկրորդ Երջանկությունն է։ Որ այսպիսի պայմաններում հայտարարես քեզ ժողովրդի հաղթած ուժի մի խոսքով բերես նման փաստարկներ։ Լավ, կհասկանայի, ենթադրենք 49% լիներ աջակցություն հանրությունում, 48 լիներ, բայց 10% աջակցություն, 180,000 մարդ, եթե սոցիալական այդ հարցման մեջ հարցնում են վաղը, որ լիներ ընտրություններում կընտրեիք, ասում են քաղաքացիական պայման, ինչ ժողովրդի մասին է խոսքը։ Արդեն ներկայանալ քաղաքացիական պայմանագիրը որպես ժողովրդի ներկայացուցիչ, ժողովրդից մանդատ ունեցող չի կարող։ Իրենց քաղաքապետը Երևանում, Ավինյանը, ընտրվեց երևանցիների ձայների փաստացի, հա, 8%-ով։ Դա կարող է ինքը համարել քաղաքացիական պայմանագիրը, որ երևանցիների մեծամասնության կողմից ընտրված իշխանություն։ Ոչ։ Երբ որ քաղաքական, այսպես ասած, կառավարման միջոցով ընտրությունը կազմակերպվում է այնպես, որ մարդիկ ընտրություն չունենան։ Ում էլ ընտրի վատ լինի։ Ու մեծամասնությունը չի գնում ընտրությունների նման պայմաններում։ Այդ, այսպես ասած, տեսակ հաղթանակները մանիպուլյացիաների եւ բաների արդյունքում ում պիտի խափի։ Լավ, իշխանությունները միտում ունեն խափելու, ծաղկացնելու, իրավիճակը օգուտ իրենց ներկայացնելու, բայց փաստը չէ, մարդիկ պիտի իրենք յուրաքանչյուր մարդ ինքն իրեն հարց տա։ Լավ, վարչապետը այսպիսի հայտարարություն արեց, իսկ իրականությունը ինչպիսին է։ Իրականությունը ճիշտ հակառակն է։ Եվ դրա համար ասել, որ դա արգումենտ է, դա արգումենտ չի։ Սիրիայի հետ կապված եւ հետ վերադառնալով սիրիական հարցին եւ մեր գերիների հարցին Ադրբեջանում դա փոխկապակցված հարցեր են իրականում։ Որովհետեւ Հայաստանում մեր բանտում մենք ունենք երկու սիրիական վարձկան։ Հիմա իրենք եկել են իշխանության, հա, այդ ուժերը, ում որ Թուրքիան որպես վարձկաններ ներգրավում էր 20 թվականին Արցախի վրա ագրեսիա կազմակերպելու իրականացնելու ժամանակ։ Հայաստանը ինչ է արել, որ այդ վարձկաններին փոխանակի մեր գերիների հետ։ Որևէ բան արել է։ Ակնհայտ է, որ Սիրիայի այդ ղեկավարությունը կարևոր է, որ իրենց այդ վարձկաններին իրենք հետ բերեն։ Ակնհայտ է, որ Թուրքիայի համար դա կարևոր է։ Իրենք էին այդ մարդկանց հավաքել, տարել պատերազմ, իրենք են պատասխանատու այդ մարդկանց համար։ Հայաստանը այստեղ ունի հնարավորություն, միշտ ունեցել է, որը իմ կարծիքով չի օգտագործում։ Եվ ես դա չեմ հասկանում։ Ինչքան էլ Արցախում այսօր գերիվարված մարդիկ դիտվեն այսօրվա իշխանությունների կողմից, դե առաջինը հավանաբար իրենց դիտում են, որ Հայաստանի քաղաքացիներ չեն, Արցախի քաղաքացիներ են, պատասխանատվություն չունեն պաշտոնապես դրա համար, միգուցե այդպես են նայում Հայաստանի իշխանությունները, չգիտեմ։ Երկրորդը քաղաքական օպոնենտներ են այդ Արցախի նախկին ղեկավարները։ Միգուցե դա է ազդում, որ իրենք չեն ուզում ոչ մի բան անել այդ մարդկանց, բայց այնտեղ 23 գերի կա, բացի այդ քաղաքական ռազմական գործիչներից եւ Արցախի սովորական քաղաքացիներ։ Եվ իմ կարծիքով Հայաստանի իշխանությունները ունեն ռեալ հնարավորություն Սիրիայի այդ վարձկաններին փոխանակել մեր գերիների հետ, բայց դա չեն անում։ Չեն անում, թե չեն ուզում, դա արդեն իհարկե տարբեր հարցեր է եւ այս այլ մտահոգության տեղիք է տալիս։ Հստակ էսպես ասեմ, եթե ես լինեի վարչապետ, ես կփոխանակեի, ես կկարողանայի դա անել։ Ունենալով նման հնարավորություն, որը որ Հայաստանը ունի, դա չլուծվող հարց չի։
Եթե այդ հարցը չի լուծվում, դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները այլ քաղաքական պատճառներ ունեն կամ շահեր ունեն, որպեսզի այս դրությունը, այդ խայտարակ դատը Բաքվում, այդ վիճակը մեր գերիների պահպանվի։ Եվ իհարկե այն, որ դեռ շարունակվում է ռուս-ուկրաինական հակամարտությունը, այն իհարկե կարևոր ազդեցություն ունի տարածաշրջանային հետագա զարգացումների վրա։ Ուրախալի է, որ Տրամպը վստահ է, որ ինքը ամեն ինչ անելու է, որ պատերազմը դադարեցվի։ Ինչ է կարծում, դա կարող է մոտ ապագայում, ինչպես ասում են, իրականություն դառնալ։ Ես այդ հարցին այսպես եմ նայում։ ԱՄՆ-ի համար Ռուսաստանի հետ հարցերում, այդ իրենց քաղաքական օրակարգի կարևոր հարցը միջուկային զենքի կրճատումն է եղել միշտ։ Դա նաև պատճառներից մեկն է, ինչի պատերազմը սկսվեց Ուկրաինայում, որովհետև դրան նախորդել էին ԱՄՆ-ի նախագահի, Ռուսաստանի նախագահի բանակցությունները, որոնց բովանդակությունը իմ կարծիքով վերաբերվում էր այդ ռազմավարական անվտանգության հարցերին։ Եվ հավանաբար ամեն ինչը վկայում է, որ կար 21 թվականի հունիսին ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանին ներկայացված առաջարկ եւ բոլորս կարող ենք տեսնել 21 թվականի դեկտեմբերին կա Ռուսաստանի պատասխանը։ Ռուսաստանի արտգործնախարարությունը դեկտեմբերի, չեմ հիշում որ օրերին, երևի 20-ներ կամ 21-ներ հրապարակեց երկու պայմանագիր, նախագիծ պայմանագրի, որ ինքը պատրաստ է կնքել ՆԱՏՕ-ի հետ, ԱՄՆ-ի հետ, եւ որի բովանդակությունը վերաբերվում է այդ անվտանգության հարցերին։ Դրանից հետո մեկնարկեց Ուկրաինայում պատերազմ։ Ընդամենը մի քանի շաբաթ անց։ Ես այդ իրավիճակին նայում եմ այսպես. այո, ԱՄՆ-ն շահագրգռված է Ռուսաստանի հետ հասնել միջուկային զենքի եւ ինչպես որ իրենք են ասում, այս փուլում 50% կրճատման։ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը ամեն մեկ ունի 6000 միավոր միջուկային զենք։ Այլ պետությունները ավելի քիչ ունեն։ Եվ նույնիսկ 50% կրճատելով եւ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը պահպանում են առավելություն Չինաստանի, Ֆրանսիայի, Բրիտանիայի եւ մյուս պետությունների նկատմամբ։ Մյուս կողմից դա մեծ շահավետ գործարք է եւ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի համար, որովհետեւ թույլ է տալիս խնայել հսկայական միջոցներ։ Եվ այստեղ հանրապետականները ԱՄՆ-ի շահագրգռված են, դա իրենց թեզն է, կրճատել պետական ծախսերը, նվազեցնել հարկերը, որ դա տեղի ունենա, եւ Ռուսաստանը հավանաբար այլևս ռեսուրս չունի պատերազմը շարունակելու, այսինքն ստիպված կարող է գնալ այդ գործարքի։ Կախված է ինչից ձեր հարցը խաղաղության հաստատումը, կախված է դրանից։ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն կարող են գալ ընդհանուր հայտարարի այս հարցում, եւ եթե կարող են գալ հայտարարի այդ հարցում, այն փոփոխությունները, որոնք որ կառաջանան, որոշ բաներ արդեն տեսանել են։ ԱՄՆ-ի զորքերը հավանաբար նման դեպքում դուրս են գալու Եվրոպայից։ Դրա մասին արդեն տեսնում ենք, խոսում են, որ Եվրոպան ինքը իրեն պիտի պաշտպանի, նույնիսկ ընդհանրապես ՆԱՏՕ-ի իմաստը կամ կփոխվի կամ ինչ որ առհասարակ կվերանա մի այլ կառույցի։ Ամենայն դեպս միջուկային զենքի կրճատման դեպքում ԱՄՆ-ի ներկայությունը Եվրոպայում այլևս ԱՄՆ-ին անհրաժեշտ չի լինի։ Երկրորդը դա իհարկե ինչպես ավարտել խաղաղության հասնել Ուկրաինային։ Ռուսաստանի Դաշնությունը բնականաբար որպես պայման դնում է նաև դա միջուկային զենքի կրճատման դիմաց, որ ԱՄՆ-ն աջակցի ճնշում գործադրի Ուկրաինայի իշխանությունների վրա, որ Ուկրաինան համաձայնվի տարածքային զիջումների։ Տեսնում ենք, որ հենց հիմա, հենց այս ժամերին բանակցություններ են գնում Սաուդյան Արաբիայում եւ ըստ մամուլի դա է քննարկվում։ Ինչ տարածքային զիջումների կարող են ուկրաինացիները գնալ, Ուկրաինայի ղեկավարությունը գնալ հանուն խաղաղության։
պետք է ասել, որ եվրոպացիները այդ մոտեցման հետ համաձայն չեն։ Եվ հավանականությունը, որ հնարավորություն կա ստիպել ուկրաինացիներին գնալ տարածքային զիջումների, այդքան էլ իմ կարծիքով մեծ չի։ Այսինքն այդ սկզբունքով ոչ միջուկային զենքի կրճատման, ոչ այլ հարցերի ԱՄՆ-ն չի հասնի, ԱՄՆ-ի հիմիկվա ղեկավարությունը։ ԱՄՆ-ի նախորդ ղեկավարությունը դա հասկանում էր։ Եվ իրենք նպատակ էին դրել Ռուսաստանը բերել ռազմավարական պարտության։ Հասկանալով, որ ոչ մի գործարք չի կարա լինի։ Հարկավոր է կապիտուլյացիայի ենթարկել Ռուսաստանը, որպեսզի ինքը կատարի այդ բոլոր պայմանները իր առջև բերվող։ Հաջողվի Տրամփին թե չէ ինչ որ մի գործարք ձեռք բերել, որը որ կբավարարի բոլորին։ Ես վստահ կարող եմ ասել ոչ։ Կամ եվրոպացիները արդեն տեսնում են դժգոհ են այդ քաղաքականությունից, ուկրաինացիները համաձայն չեն, որ իրենց հաշվին ԱՄՆ-ն իր ռազմավարական շահերը կարգավորի։ Հարցեր դեռ շատ կլինեն այդ ճանապարհին։ Եվ Ռուսաստանում միանշանակ չի, որովհետև Ռուսաստանում սենց են նայում։ Իրենք գիտեն, որ իրենց բանակը թուլացավ այս պատերազմի ընթացքում։ Ինչ իմաստով թուլացավ։ Հիմա կասեք, դե իրենք ամեն օր ինչ որ մի գյուղ են գրավում։ Բայց սպառազինության մակարդակը Ռուսաստանի Դաշնության բանակի նվազեց հասավ 90-ական թվականների։ Իրենք այս ընթացքում կորցրեցին այն ամբողջ վերջի տարիների ժամանակ արտադրված նորագույն սպառազինությունը, տանկերը, հրետանին, հրթիռները ծախսեցին, կորցրեցին այս պատերազմի ընթացքում եւ հիմա իրենց պահեսներից հանած զենքով են կռվում 90-ական, 80-ական, 70-ական թվականների։ Իհարկե դա նվազեցնում է ռուսական ցամաքային բանակի կարողությունները։ Եթե դրան գումարեն միջուկային զենքի կրճատումը, Ռուսաստանի անվտանգության հարցերը շատ ավելի սուր են դառնալու։ Եվ Ռուսաստանում շատերը հավանաբար դեմ են գործարքին։ Այսինքն ոչ միայն Եվրոպայում, Ուկրաինայում դեմ ձայներ կան, Ռուսաստանի ներսում էլ բավականին լուրջ են այդ դրան դեմ դուրս եկող մարդիկ։ Նման պայմաններում դժվար է։ Այս պահի դրությամբ դեռ ես շանսեր այն փաստեր, որ վկայեն, որ ամուր հիմքեր կան, որ մենք մի քանի օրից կտեսնենք հրադադար, դեռ չեմ տեսնում։ Դե հուսանք, որ ամեն ինչ կկարգավորվի եւ ամենակարևորը մեզ հետ կապված խնդիրներում մենք այնպիսի իրավիճակի մեջ կհայտնվենք, որ ճիշտ է շատ ընդունելի կլինի։ Ավելի հավանական է, որ գոնե դադարեցնեն ռմբակոծել խաղաղ բնակչություն։ Այն ինչ որ հիմա անում է եւ Ռուսաստանը եւ Ուկրաինան, հարվածները հասնում էներգետիկ համակարգերին եւ եթե գոնե դրան հասնեն Համլետ, դա արդեն մեծ օգուտ կլինի մարդկանց համար։ Իսկ քաղաքական լուծումները այդ լավ պատասխան չէ, բայց պիտի ասեմ կապրենք, կտեսնենք, հա։ Եվ պարոն Ղուկասյան, շնորհակալ եմ այսօրվա համար, ինչպես միշտ դուք այնպեսին ենք, ինչպեսին մենք ձեզ միշտ սպասում եւ ընդունում ենք։ Սիրելի բարեկամներ, ես պիտի ասեմ, որ այսօր մեր տաղավարում նորից հաջողով զրուցեցի Հայաստանի կառուցողական կուսակցության նախագահ քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի հետ, սպասենք նրան առաջիկայում եւս։ Այսօր այսքանը, ցտեսություն։